Ինչի համար պետք է վճարեմ համատիրության վճարը։ Ողջույն, ես փաստաբան Տիգրան Գրիգորյանն եմ։ Ինչ են ներառում սեփականության պահպանման պարտադիր նորմերը, որոնց իրականացման համար էլ հիմնականում կատարվում են սեփականատերերի պարտադիր վճարները համատիրությանը։ Տեսնենք, թե պարտադիր իրականացման ենթակա ինչ միջոցառումներ ու աշխատանքներ է սահմանել կառավարությունը եւ պարզաբանեմ ձեր իրավունքները։ Բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության պահպանման պարտադիր նորմերը սահմանելու մասին թիվ 1161 ն որոշում։ Սպառման թափոնների հեռացում առնվազն 3 օրը մեկ անգամ, իսկ +50 եւ ավելի բարձր օդի ջերմաստիճանի դեպքում ամեն օր։ Ընդհանուր օգտագործման տարածքների, աղբամուղի եւ աղբահավաք խցերի դեզինսեկցիայի, պայքար միջատների դեմ եւ դերատիզացիայի, պայքար կրծողների դեմ իրականացում առնվազն 3 ամիսը մեկ անգամ։ Ընդհանուր օգտագործման տարածքների սանիտարական մաքրում առնվազն 2 օրը մեկ անգամ։ Ծխաօդատար ուղիների մաքրում կարգաբերում առնվազն տարեկան մեկ անգամ։ Նոր կառուցվող բազմաբնակարան շենքերի փոստային բաժանորդային պահարանների սպասարկում, վերանորոգման աշխատանքների եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացում, ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի 1161 ն որոշման համար 2 հավելվածում նշված շենքի ընդհանուր բաժնային սեփականության գույքի պահպանմանը ներկայացվող պահանջների ապահովմանը։ Ցանկն ամբողջ չէ։ Բազմաբնակարան շենքերում պետք է պարտադիր իրականացվեն նաև հետևյալ միջոցառումները՝ ուղղակի վտանգ ներկայացնող վթարային բնույթի վնասվածքների եւ անսարքությունների անհապաղ վերացումը, շենքի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունները, ոչ ուշ քան 10 տարին մեկ անգամ, ինքնակամ շինությունների կանխարգելումը, դրանց հետևանքների վերացման ապահովումը, ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինիզացման կանխարգելումը եւ այլն։ Իսկ այժմ ամենակարևորը՝ բազմաբնակարան շենքի կառավարման մասին օրենքով սահմանված վճարային պարտավորությունը կարող է առաջանալ միայն վերոնշյալ միջոցառումներն ու աշխատանքները փաստացի կատարված լինելու դեպքում։ Շենքի համատիրությունը պետք է կազմի համապատասխան աշխատանքների վերաբերյալ ակտ, կազմի նախահաշիվ, ընթացիկ տարվա համար բյուջեի հաստատումից հետո արդեն սահմանի պարտադիր նորմերի կատարմանն ուղղված վճարների չափը։ Նախատեսված աշխատանքների փաստացի կատարումից հետո համատիրությունը պետք է կազմի հաշվետվություն յուրաքանչյուր ամսվա համար։ Սեփականատերերը պետք է նախապես ծանոթվեն համապատասխան վճարների չափի, ժամկետների եւ կարգի մասին։ Ընդ որում, այդ գումարի վճարումը 2 անգամ ուշացնելու դեպքում շենքի կառավարման մարմինն իրավունք է ձեռք բերում դրա բռնագանձման համար դիմելու դատարան։ Գործի դիր օրենքը, դու ունես իրավունք։